Տիկին Գալստյան, այսօր տեսանք օրինակ Թալինում, ինչ տեղի ունեցավ, փաստացի հոգևորականներին չէին թողնում մտնել եկեղեցի, ինչի մասին է սա խոսում։ Սա խոսում է դավաճանության, ուրացության, հայրենապղծության, դավադրության, հակապետական գործունեության եւ քրեական հանցագործության մասին եւ այն խուժանը, այս Սուրբ Հորով այդ բառը օգտագործում են խուժանը, որը փորձում է եկեղեցին օկուպացնել, ինքը ինձ համար հավասարազոր է այն թուրք քոչվորին, արաբ քոչվորին, այն բոլոր ասպատակողներին, թրքաբարո ասպատակողներին, որոնք դարեր շարունակ փորձել են հայ առաքելական եկեղեցին, մեր Սուրբ եկեղեցին, մեր ինքնությունը ասպատակության ենթարկել, բայց մեր եկեղեցին, մեր հավատը անսասան է եւ շարունակելու է մնալ անսասան։ Եվ բացի բարոյական գնահատականներից, այս սրբազան տարածքներում ես բարոյական գնահատականների մասին եմ խոսում, բայց իրենք նաև բախտեուշ կանգնելու են նաև քրեական պատասխանատվության եւ արժեվ եւ այս ամենը ունի թե բարոյական, թե քաղաքական եւ թե իրավական գնահատականներ, բայց հիմա ուզում եմ այս Սուրբ Լուսավոր օրով բարոյական արժեքներից նաև խոսել։ Գիտեք, ես միշտ զարմանում եմ մարդկային այն, ինչ ասեմ, մարդկային ճիվաղության, անբարոյականության վրա, որ պատրաստ են տաբուներ, կարմիր գծեր հատել, պաշտոնի, աթոռի, նյութի համար վաճառել հոգին սատանային։ Սատանայա բարո, այդ բառն էլ չի ուզում այստեղ գործածել, բայց դա սատանայա բարո վարք է եւ դժվարանում եմ հայոց բառարանում նույնիսկ գտնել որևէ բառ, որ նկարագրի այդ երևույթը, բայց նրանք անցողիկ են, թե մեր եկեղեցին, թե մեր պատմությունը, մենք մեր պատմության ընթացքում այսպես ուրացողների եւ դավաճանների հետագիծել ունենք ցավոք սրտի եւ նրանք այլևս այդ խարանը ուրացողի խարանը նրանց ճակատից եւ նաեւ գերդաստանների եւ այդ ինչ ասում են տանիքների ճակատից չի իջնելու։ Բայց գիտեք, ամեն անգամ տեսնում եք այս հոծ բազմությունը այստեղ այլ եկեղեցիներում պատերակները հավատավոր հայ ժողովուրդը կանգնած է սեփական եկեղեցու կողքին, որովհետև նաև գիտակցումը կա, որ սա ավելին է, քան եկեղեցու կամ վեհափառի դեմ պայքարը։ Սա մեր պետականության դեմ հակասահմանադրական գործունեություն է, որը այսօր գլխավորում է Հայաստանի Հանրապետության այսպես կոչված վարչապետը, հակասահմանադրական գործունեություն, որը վաղ թե ուշ թե իրավական եւ թե քաղաքական գնահատական արդեն ունի, բայց իրավական գնահատականներ պետք է արժանանա։ Տիկին Գալստյան, այն օրը Նիկոլ Փաշինյանը եւ 10 եպիսկոպոսները մի հայտարարություն տեղադրեցին, տեսալով շատերը նշեցին, որ դա հակասահմանադրական է, ինչ կարծիք ունեք դրա մասով։ Ես ոչ թե կարծիք ունեմ, հստակորեն դա հակասահմանադրական է, դա կարծիքի խնդիր չի, ավելի քան հստակ է, եւ եթե մինչեւ օրս, մինչեւ կամ այդ պահը Փաշինյանը փորձում էր իրեն զատել վարչապետի ասելով, որ դա իր իբրև հավատավոր, չգիտեմ, քրիստոնյայի առաքելությունը իրականացնում, որը էլի իր գործ չէ, որտեղ եկեղեցին ունի իր ընթացակարգերը եւ կանոնակարգերը եւ եկեղեցին ինքը բարենորոգվելու իր ընթացակարգերը ունի, այլևս ինքը իր ստորագրությամբ, որպես վարչապետի ստորագրությամբ այդ տեքստի տակ, ինքը սա ցուցմունք է եւ հակասահմանադրական գործ, ցուցմունք է որպես քրեական հանցագործության եւ այն որ իրողությունը, որ Հայաստանում վաղուց սահմանադրական կարգը խախտվել եւ խախտվել է հենց վարչապետի կողմից, որը ուզուրպացրել է։ Մենք հիմա կոլաբորացիոնիստական օկուպացիոն ռեժիմում ենք ապրում, որտեղ իշխանության բոլոր ճյուղերը ուզուրպացվել են Փաշինյանի կողմից եւ քաղաքական խմբակի կողմից, բայց ես ուզում եմ լավատեսական նոտայով ավարտեմ Քրիստոսի ծննդյան լույսով, համոզումով, հավատով եւ իմ հավատը բխում է ոչ միայն մեր քրիստոնեական բարոյական արժեքներից, այլև քաղաքական հավատ ունեմ, որ հայ ժողովուրդը թույլ չի տալու, որ այսպես ուրացողները ասպատակեն մեր հավատը, մեր պետականությունը, մեր սահմանադրությունը եւ մեր ինքնությունը առհասարակ։ Սիրով